Պարոն Մխիթարյան, կախել էիք Սրբազան հայրերի նկարները և մենք հիշեցինք, թե ինչպես էիք վանկարկում ազատություն սրբազաններին, ինչ սպասելիքներ ունեք ու առհասարակ Փաշինյանի այսօր Գյումրիում գտնվելուն ինչպես կմեկնաբանեք։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր գյումրեցիների ու լեննականցիների համար ողբերգական այսօրը քաղաքական շոուի վերածողին պետք է տալ քաղաքական պատասխան։ Սա իրեն քաղաքական պատասխան էր ու թող միշտ իմանան, որ աշխարհի ոստիկանություններ բերեն Գյումրի լցնեն, ընտրությունների ժամանակ աշխարհի վարչական ռեսուրսը կիրառեն, ոնց իրենք Գյումրիում 2018 թվականից ընտրված իշխանություն չեն ունեցել, այդպես է չեն ունենա։ Իրանք մենակ ուժով կարողանալու են զավթել, ատոր, ինչը որ հիմա այս պահին անում են ու փորձում են անել, գյումրեցին երբեք իր ձայնը մեծամասնությունը գյումրեցիները երբեք իր ձայնը իրենց չի։ Քիչ առաջ Գևորգ Պապոյանը հակառակն էր պնդում, ասում էր, որ իրենք են ամենաշատ ձայնը։ Գևորգ Պապոյանը նաև պնդում էր, որ այն սորենը որ պետք է գա, առաջի հացուտողը ինքը պետք է լինի, թող այդ հացը ուտի, հետո կխոսի։ Սոված փորին ինչ ասած կարող է դրազդեցիոն տակա, որ իրական հասկացություն չունի։ Ամեն դեպքում գյումրեցիները չմտան եկեղեցի, շատ քիչ թվով հավատավորներ են մտել եւ մենք ֆիքսել ենք, որ նրանք նախ առաջին հերթին վիրավորում էին լրագրողներին եւ այսպես փչփչալով ոստիկանների հետ ներս էին մտնում, բայց ոստիկանությունը վերահսկում էր եկեղեցու ամբողջ տարածքը եւ անգամ ազատ տեղաշարժողներին։ Սա նշանակում է, որ ի վերջո բերովի էին նաեւ հավատավորները, գյումրեցին իր խոսքը նաեւ այստեղ ասաց իր վճռական խոսքը։ Առաջինը իրենց վճռական խոսքը ասել են մեր թեմի քահանաները, ոգևորականները եւ բրավո իրենց։ Շնորհակալ եմ իրենց ու իրենց ոգու ամրությունը, իրենց որոշման բնդությունը ու մինչև վերջ իրենց ստորագրություններին ու իրենց խոսքին տեր լինելը հենց Շիրակի մարզի հենց Գյումրիցուն բնորոշ է։ Այդ մեկ, երկրորդը այն աղանդավորների բրիգադը, որը ֆռում է այդ մարդու հետ Ես չեմ կարող, ոնց կարող է մարդը իրեն համարի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատավոր մարդ եւ գնա դրա կողքը կանգնի կաղապարված եկեղեցու մեջ առանց մոմերի, առանց պարագաների, առանց քահանաների, առանց մեր այս պահին թեմի տեղապայի որոշմամբ նշանակված քահանայի մասնակցել ինչու Պատահող մի բանի Նամասար Կճոյանն է այստեղ եւ եպիսկոպոսները որ հանդիպել էին կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնել։ Երևի հեղափոխության արժեքներից մեկն էլ հենց դրա համար էր, հա, իր ուղերի մեջ պատտվում, որ ինչ որ մի առիթով Կճոյանը գա եւ իրեն գրկախառնի։ Այդ գրկախառնվելու ընթացքում արդեն միանգամից մոռացվում են Բենթլիները, նախկին բոլոր մեղադրանքները, օֆշորային ինչ-որ սկանդալները, այս այն մարդն է, որը նաև Կճոյանի միջոցով է եկել իշխանության, Կճոյանի մասին գրելով է եկել իշխանության։ Առաջնորդարում հայկական ժամանակի շենքը իրար արժանի կներեք այս արտահայտության համար, ես երբեք մեր հոգևորականների հանդեպ այդ արտահայտությունը չեմ թողնում, իրար արժանի տեր եւ հոգեզավակ է։ Պարոն Մխիթարյան, քանի որ այսօր նաև ավելի երկրաշարժի 37-րդ տարելիցն է, Գևորգ Պապոյանը քիչ առաջ մեծ զրույցում նշեց, որ ավելի երկրաշարժի մեղքն քաղաքացիները զոհվել են, որովհետև կոռուպցիա է եղել, այդ ավազը, ցեմենտը, որը պատշաճ կերպով չեն լուծել, պետությունն է, այդ օրվա իշխանություններն են մեղավոր եղել դրա համար։ Սովետական Հայաստանի իշխանությունների մասին է, չէ՞ խոսքը, որովհետև այդ ժամանակ ես չեմ հիշում, որ լինեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ այն բոլոր չարիքները, որ իրենք ներկայացնում են որպես գլխավոր պատճառները։ Եթե իրենք վստահ են, որ եղել է սովետական իշխանությունների կամ քաղաքաշինության վարչության, հա, այդ ժամանակվա թերացումներ, ապա իրենք կարող են, ինչպես նախկին բոլոր գործերն են հիմա հարուցում, կարող են 88 թվականի հետ կապված գործեր հարուցեն, բայց այդ ընթացքում ես խնդրում եմ անպայման չմոռանալ, որ օդում կախված լուրերով երկրաշարժից հետո
Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիում էր մոտավորապես 2 տարի եւ այն ժամանակ կարծեմ գավառապետ էր պաշտոնի անունը, նախագահի պաշտոնական ներկայացուցիչներ Շիրակի մարզում։ Հիմա իրենց падգամավորներից էլի։ Գյումրեցիները իրեն անվանում են հրեշանդո։ Այդ գործերը, որ սկսեն հետաքննել, նաեւ այդ օդում կախված լուրերը սկսեն հետաքննել։ Արդյոք ճիշտ են հրեշանդոյի հետ կապված բոլոր պատմությունները, տարբեր տեսակի գործարանների գույքերի հետ կապված, սեփականաշնորհումների հետ կապված, լուծարումների հետ կապված, այդ էլ թող սա հետաքննել։ Իսկ եթե խոսում են նրա մասին, որ Գյումրիում դեռևս դոմիկներ կան, բայց իրենք մի շենք չեն կառուցել, բայց իրենք մի շենք չեն կառուցել։ Հիմա տեսեք, ուզում եմ մի հատ ձեզ բան հիշեցնեմ։ Հիշում եք, որ 2019 թե 19 թվականին էր հենց քաղաքացիական պայմանագրի լոգոտիպով էլ մի հատ լուր հայտնվեց, որ այլևս աղետի գոտի հասկացողություն չկա, եւ բոլոր տնակների հարցը 3 միլիարդ դրամով կարծեմ լուծել էին։ Հետո պարզվեց, որ դա ընդհանրապես կապ չունի Գյումրիում եղած տնակային այդ թաղամասերի ու տնակների հետ։ 7 տարվա ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունը Գյումրիում 1 քառակուսի մետր բնակելի տարածք չի կառուցել։ 1 քառակուսի մետր բնակելի տարածք չի կառուցել։ Դրան հակառակ պնդում եմ, տեսեք, 7 տարվա իշխանության, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների օրոք, Ռոբերտ Քոչարյանի 7 տարվա կառավարման տարիների օրոք եւ Սերժ Սարգսյանի կառավարման 7 տարվա օրոք ինչքան բնակարան է կառուցվել։ Ես համեմատությունը հենց այդ 7 տարին չեմ ասում 10 տարի։ 7 տարի իրենք են իշխանության, 7 տարի իրենք են իշխանության, 7 տարվա 1 քառակուսի մետր 1 բնակարան չի հանձնվել Գյումրիում, թեկուզ սոցիալապես անապահով մարդկանց, որովհետև կան մարդիկ, որոնք այսօր տնակներում են ապրում, կյանքը այնպես է ստիպվել, որ ենթադրենք ամուսինը, այնպեսի հիվանդություն է ունեցել, որ ինքը բնակարանը ստացել է, բնակարանը վաճառել է անում, այս իրական դեպք եմ պատմում։ Բնակարանը վաճառել են ամուսնու կյանքը փրկելու համար, որպեսզի հիվանդանոցային ծախսերով կան, ամուսնու կյանքն էլ փրկել չի հաջողվել։ Հիմա այդ ընտանիքը արդեն մոտավորապես 16-17 տարի ապրում է տնակում։ Հիմա պետությունը բայց ամբողջ ԿՊԱ-ականները դարձել են կառուցապատող, դե թող իրենց կառուցապատման ծրագրերով թեկուզ մարդկանց տաներ շնորհել։ Ինչ այլս պետք է այդ կառուցապատմանն շատ լիներ, որովհետև իրենք ինչով զբաղվում են, շատ վատ են զբաղվում։ Իրենք ամենալավ զբաղվում են մենակ պետական ինստիտուտները, մեր ազգային արժեքներն ու ավանդույթները քայքայելով։ Այդ է իրենց մոտ մենակ։ Լավ, այս ամեն ինչի վերջը դուք ինչպես եք տեսնում եւ արդյոք ռիսկ չկա, որ եկեղեցին դատարկելու պայման, որ երեք դրվել է ԱԱԾ-ի կողմից, հնարավոր է նաեւ Հովանավանքի ճակատագրին արժանացնելու նպատակով է արվել, որպեսզի 7 վերք եկեղեցին եւս կարողանան խլել մայրաթորից, ինչպես որ տարել են Հովանավանքի պարագայում։ 7 վերք եկեղեցին Ցարում եք այս ցանը։ երկու անգամ թուրքական օկուպացիայի ընթացքում չի փակել իր դռները ու դիմացել է 26 թվականի ավերիչ երկրաշարժին 1926 թվականի, դիմացել է 88 թվականի երկրաշարժին, չնայած վնասվել էին 2 գմբեթները։ 7 վերջը էս էլ կհաղթահարի, մեր թեմը էս էլ կհաղթահարի, գյումրեցիները էս էլ կհաղթահարեն, որովհետև գիտեք Բայց անընդհատ բախումների սցենարը կարծես տեղի հյուսվում։ Նիկոլայի ժամանակվանից, Ցայր Նիկոլայի ժամանակվանից մեր եկեղեցին կարողացել է բռնաճնշումներին դիմանալ։ Հետո դիմացել է բոլշևիկների բռնաճնշումներին։ Բայց երբեք դրանք ներքին իշխանության ձեռքերով չեն արվել։ Մնացել է մեկ հենասյուն եկեղեցին, պարզ է, որ տվյալ ազնվորության նպատակը եկեղեցու ինքերը սասանելն է, որպեսզի ավելի հեշտ կարողանա ապագա ընտրություններով վերարտադրվի։ Ես իրեն երաշխավորում եմ, որ չի ստացվել քոնտ։ Պիտի օծվի նորից վերաօծվի մաքրվի եկեղեցին ձեր կարծիքով։ Ես կարծում եմ մեր քահանաները կգտնեն դրա լուծումը։ Ես չեմ ուզում ինչպես միշտ հայտարարեմ, որ չպիտի երբեք խառնվենք եկեղեցու գործերին, հիմա էլ չեմ ուզում իմ կարծիքը այդ առումով հայտնեմ, ես վստահ եմ, որ մեր քահանաները եւ մեր թեմը կգտնի ամենաճիշտ լուծումը, որը համապատասխանում է մեր եկեղեցական կանոնին եւ հետացկրությանը։ Ասելիք ունեք այն գյումրեցիներն, ովքեր տոտալ վերաբերմունք արտահայտեցին հարկամարելով տնից դուրս գան իրենց ասելիքն ասեն ու գնան։ Նրանք գոռում էին, դժգոհություններ էին արտահայտում, վիրավորում էին անգամ իշխանություն եւ ասում էին չի կարելի այսպես ահաբեկել Գյումրին, Գյումրեցուն եւ չի կարելի ներխուժել եկեղեցի, եթե ձեզ մերժել են ու կողպել են ձեր արտադրները։ Սիրելի գյումրեցիներ, 1000 ողորմի բոլորս հանձնված, այս ողբերգական օրը
ցավոք սրտի որոշ մարդիկ որոշեցին ուշադրությունը մեր շիրիմներից, մեր գերեզմաններից շեղել, բայց խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին, որ դուք ձեր գերեզմաններին, ձեր շիրիմներին աչալուր եղաք, ուշադիր եղաք, չանտեսեցիք, կապ չունի, ես նաև գիտեմ, որ շատ պաշտոնյաներ են այսօր հրաժարվեստը ներկա դեպքերն, ովքեր զոհեր են ունեցել երկրաշարժ։ Ապրեք ժողովուրդ ջան, մի օրվա կյանքով չեք ապրում, որովհետև կներեք մայից հետո դուք դեռ պատասխան պետք է տաք ձեր հանրությանը։ Գալով այսօրվա ձեր այդ ճարաճիրա կանցած ակցիային, պաստառին կանցած հաց զբաղանցի։ Ներքևում իրավապահները հետաքրքրում էին ով էր կապող, ով էր չի կապող, հավաքություն չուներ, որ ձեր հետևից դեպս ասած կգան։ Այդ թող գան, ասենք եկա, հետո իրենք իրավապահները մտածել իրենց հոգու փրկության մասին, իմ հետևից գալու չգալու մասին չմտածել։ Քաղաքական ակցիա անող քաղաքական իշխանության ներկայացուցիչին, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչը պատասխանել է քաղաքական ակցիային։ Թող գան Նիկոլին, որը սահմանադրական կարգի տապալումով է հենց հիմա փաստացի զբաղված, եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարելով։ Հենց եկան Նիկոլի հետևից, թող հետևից իմ հետևից։ Շնորհակալություն։